Մարտի 12-ին Հայաստան ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման համատեքստում Հայաստանի Հանրապետության կողմից գլխավոր բանակցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները հանդես են եկել հայտարարություններով եւ պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Հարգելի պարոն Բրուներ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն հանձնակատարի այցը Հայաստանի Հանրապետություն կարևոր փուլ է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև ներքին գործերի ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից։ Հատկանշական է, որ պարոն Բրուները Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի առաջին հանձնակատարն է, ով այց է կատարում Հայաստան։ Այս փաստն արդեն իսկ վկայում է մեր հարաբերությունների խորացման եւ դրա կարեւորության մասին։ Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցությունը տարիների ընթացքում ձևավորվել է որպես վստահության եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերություն։ Այսօր այս համագործակցությունը ընդգրկում է մի շարք կարևոր ուղղություններ՝ միգրացիայի կառավարում, կազմակերպված հանցավորության դեմ պայքար, ոստիկանության ոլորտի բարեփոխումներ, մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումներ եւ այլն։ Հանձնակատար Բրուների հետ քննարկել ենք Հայաստանի եւ Եվրոպական միության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հատկապես միգրացիայի եւ անվտանգության ոլորտներում։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց նաեւ վիզաների ազատականացման երկխոսությանը, որը մեր քաղաքացիների համար կարևոր եւ սպասված գործընթաց է։ Կցանկանայի նաև ընդգծել, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման ուղղված երկխոսությունը ներկայումս Եվրոպական միության կողմից վարվող եւ գործընթացում գտնվող միակ ակտիվ երկխոսությունն է նման, ինչը կարևոր քաղաքական ազդակ է եւ արտացոլում է մեր համագործակցության խորությունը։ 2024 թվականի սեպտեմբերին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը կարևոր փուլ է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման մեջ։ Այս գործընթացը մեր երկրի համար միայն ճամփորդության հնարավորության մասին չէ։ Այն ընդգրկում է լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր պետական ինստիտուտները, բարելավել միգրացիայի եւ սահմանների կառավարումը, ինչպես նաեւ զարգացնել միջազգային իրավապահ համագործակցությունը։ Հիշեցնեմ նաեւ, որ Հայաստանը համադրելի երկրների շարքում երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը, ինչը չափազանց պարտավորեցնող գնահատական է Հայաստանի համար։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող կարևոր եմ համարում նշել, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանն արդեն իսկ արձանագրել է շոշափելի առաջընթաց, իհարկե մեր գնահատականներով։ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափանիշները։ Այս գործընթացը արդյունավետ համակարգելու նպատակով ստեղծվել են համապատասխան մեխանիզմներ։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի շրջանակում իրականացվում է Հայաստանի օրենսդրական եւ քաղաքական շրջանակի գնահատում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի 4 հենասյունային ուղղություններով։ Միաժամանակ ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական փորձագիտական աշխատանքային խումբ։ Այս հարթակում պարբերաբար մենք քննարկում ենք տարբեր հարցեր ուղղված կոնկրետ հենանիշների իրականացմանը։ Կարևոր քայլ էր նաև առաջին գնահատման ԵՄ առաքելության անցկացումը եւ մենք ակնկալում ենք առաջընթացի վերաբերյալ վերջնական զեկույցը ստանալ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Վստահ եմ արդյունքները երկուստեք գոհացուցիչ կլինեն։ Ուզում եմ փաստել, որ այսօրվա իմ քննարկումները հանձնակատարի հետ իմ մեջ նմանատիպ համոզմունք եւ վստահություն են ձևավորել։ Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այն կխթանի մարդկանց միջև շփումները, կրթական եւ մշակութային փոխանակումները, ինչպես նաեւ գործարար կապերի զարգացում։ Հայաստանը շարունակելու է սերտ համագործակցությունը Եվրոպական միության եւ միջազգային գործընկերների հետ, ապահովելու այս գործընթացի հաջող իրականացումը։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության շարունակական օժանդակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող բարեփոխումների օրակարգին։
Վստահ եմ, որ պարոն հանձնակատարի այս այցը նոր խթան կհաղորդի մեր համագործակցությանը եւ կնպաստի երկկողմ նախաձեռնությունների բարեհաջող կյանքի կոչմանը։ Շնորհակալություն ուշադրության համար։